այդ խոհանոցներն են, չնայած այնպես ասում են, եթե ապացույց չունես, անողջության կախամարկածը թողենք մի կողմ, անցած տարի երբ որ սկսեցին շինարարական աշխատանքները, մի ճարտարապետ էր, նախագծող շինարար, ասաց ես եմ շինարարության ղեկավարը, ասացի ինչ ես անում, երբ որ գերմանացի ռազմագերիների կողմից կառուցված ամբողջ բուլեժնիկները հայերեն թարգմանությունը կներեք չգիտեմ, նրանք քանդում էին իրենց ծանր տեխնիկայով բարձրանալով եւ վնասում էին այդ մեքենաներով, թրթուրավոր անիվներով մեքենաներով այդ ճանապարհին, ասում էի ձմեռը դուք եք ձեր գալու սարքեք, որ անիվները կարողանանք բարձրանալ եւ չսահի մեքենաները, նրանք ասացին դա քո խնդրը չի, դա քո լուծելու հարցը չի, ու այսօրվա դրությամբ եկանք հասանք նրան, որ այն ինչը իմ լուծելու հարցը չէր, իմ ասածը չէր, իմ բարձրաձայնածը չպետք է լիներ, եղավ այն ինչ եղավ պայթյուն, որը հոգեկան, ֆիզիկական եւ նյութական վնաս պատճառեց շենքի բնակիչներին եւ շրջակա տարածքին, նաեւ անձամբ ինձ, որովհետեւ իմ մեքենայի հետամասը նույնպես այրվել է։ Նախկինում կարծես թե նման դեպքեր կրկին եղել են, հա, նշված ճանապարհը առհասարակ նախատեսված չէ, նման բեռնատար մեծ մեքենաների համար, այդ հարցը կարծես թե դուք նախկինում կրկին բարձրացրել եք։ Այսպես ասեմ, նմանատիպ պայթյուն առաջի անգամ է ամբողջ 37 տարիների ընթացքում, որ ես այս տարածքում բնակվում եմ, միշտ փոքր ծավալի շինարարական աշխատանքներ են այստեղ եղել ու բոլորը գիտեին, որ անտառային փողոցը, քանի որ մուտքը միակողմանի է, նախագահական նստավայրի գարաժները բոլորս գիտենք փակ են, այնտեղ հնարավոր չէ անցուդարձ կազմակերպել անվտանգության հատուկ, նույնիսկ սովորական օթորակիչ տեղադրելու համար նախկին իշխանությունների ժամանակ մենք բոլորս զգուշացնում էինք նախագահական նստավայրին, որ պետք է բերենք հատուկ մեքենա, որ օթորակիչը տեղակայի մեր շենքի տարածքում, որովհետև անհնար է, բակերը նեղ են, ճանապարհը նեղ է եւ վնասում է ընդհանուր տեղաշարժին։ Անցած տարի երբ սկսեց շինարարությունը եւ թրթուրավոր մեքենայով ամբողջացեցի գերմանացի ռազմագերիների կողմից կառուցված ճանապարհը, նրանք ավիրեցին, բարիս բուն իմաստով, ես զգուշացրեցի, քաղաքապետարան զանգեցի, ինձ ասեցին հիստերիկ, ինչ բառով ասեց դիմեցին, ասեցի քո խնդրեմն է, նույնիսկ գործատուիս մոտ զանգել էին գործատուի սպառնալիքներով, որ ձեր աշխատողը շինարարական թույլտվություններ չեք ստանա, որովհետև ձեր աշխատողը նման խնդիրներ է բարձրաձայնում, արդյունքում եղավ այն, որ նրանց ծանր տեխնիկան, ծանր մեքենաները չկարողացան հաղթահարել, կողաշրջվեց, հերիք չի վնաս պատճառեց, անմեղ կայանած մեքենաներին նրանք այրվեցին, բացի դա այսօր տեսանք ինչ տեղի ունեցավ, մեծ հրդ է, ծուխը լցվեց շենքի բնակիչների բնակարանները, շքամուտքերը, մեքենաները այրվեցին, էտա։ Իսկ ինչ շինարարական աշխատանքներ Մանկապարտեզի շենքը, որը ժամանակի սեփական տուն է, վերածված էր մանկապարտեզի շենքի, ամենայն հավանականությամբ սեփականատերերը գրում էր, որ պետք է արտագաղթեն երկրից, գնացել էին, վաճառել էին երրորդ անձն էլ այդտեղ բազմաբնակարան շենք է կառուցում, որը որ եթե դուք ինքներդ բարձրանաք այդ տարածքը, կտեսնեք, այդտեղ անտրամաբանական է բազմաբնակարան շենք կառուցել, երբ որ նեղ ճանապարհ դիքի վրա, պարկինգ հնարավոր չէ այդտեղ անել, ինչ խոսք, կարող եք մի երկու այս կողքի սրեփական շենքի կողքը, էլի բազմաբնակարան շենք, բերեցին նախագահական նստավայրի քթի տակ, անվտանգությանը խաթարելով, ազգային անվտանգության խորհրդի անվտանգությունը խաթարելով, բազմահարկ շենք կառուցեցին, որը խանգարում է ամբողջ երթևեկությանը, խցանում է ստեղծում պիկ ժամերին, նույնն էլ վերևը, ու ասում եմ, դա իշխանության թողտվության արդյունքում է եւ նրանց տանիքի ներքո է, ինչ կատարվում է նրանց տանիքի ներքո, այս տարածքը վերածել են ոսկե կարասի, ով ինչքան կարում է, այդ կարասից քամում է ոսկի։ Շնորհակալություն։